Ողջույն, այսօր մենք ձեզ կպատմենք Մխիթար Սեբաստացու կենսագրությունը։ Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիր է։ Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676 թվականին փետրվարի 17-ին և ի պատիվ Մանուկ Քրիստոսի կնքվել է Մանուկ անունով։ 1685-ից 1691 թվական սովորել է Սեբաստիայի Սուրբ Փրշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է ոցվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար։ 1692 թվականին Մխիթարն այցելել է Սուրբ Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է աստվածյանով տեսիլք։ Տեսիլքի արտադրության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը։ 1703 թվականին մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրելու Վենետիկի նյութական մետրոն բերդաքարակը։ Այստեղ է ստանալով պապի աջակցությունը հիմնել է Սուրբ Անտոն Աբայի միաբանությունը։ Մխիթարյան է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո։ 1749 թվականից խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715 թվականին տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկյան սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ։ Համար ու հետևողական գործունեություն է ծավալել պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածելու հայ ժողովրդի լայն խավերի մեջ։ Միաբանությունը 1772 թվականին երկփեղկվել է և միաբանների մի խումբ 1711 թվականին հաստատվել է Վրեննայում։ Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակվել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։ Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում են Սամվել Մուրադյան վարժարանը, Ֆրանսիա, Մուրադ Ռափայելյան վարժարանը, Իտալիա, Բուենոս Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները։ Ցտեսություն։